ժողովուրդը դրսում ցավոք սրտի ուղղակի մասովկա էր։ Բոլոր պայմանավորվածությունները կուլիսների ետևում էին տեղի ունեցել։ Տվյալները այնքան ցավալի են իրենց համար, որ դուք էլ եք չէ՞ տեսել, որ ԲՀԿ-ի արդյունքները բարձրանում իջնում են։ Բայց արդյոք այս ամենի համատեքստում Նիկոլ Փաշինյանը ինչ-որ ամոթի զգացողություն է ունենում։ Անդիմության ներկայացուցիչները իմ կարծիքով իրենք չեն հասկանում լիակատար կերպով ինչա կատարվել այս ընտրությունների արդյունքով։ Ողջունում եմ հարգելի հեռուստադիտողներ, այսօր մեր տաղավարում հյուրընկալել եմ քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանին։ Բարև ձեզ, պարոն Մաթևոսյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ հրավերս ընդունել եք։ Ոտքս խերով լինի ձեր տաղավարում։ Պարոն Մաթևոսյան, սկսենք առավոտվա այս ռեպրեսիաներից։ Առավոտ շուտ ԱԱԾ-ի աշխատակիցները, քննչական մարմիններն ամենատարբեր խոզարկություններն են սկսում Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բնակարանում եւ իրեն հետ կապվող ամենատարբեր ուրեմն օբյեկտներում։ Ինչու հենց այսօր սկսվեցին այս խոզարկությունները ԲՀԿ առաջնորդի շրջանակներով։ Որովհետեւ այսօր այս մարդով էկրանին կա մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Ես չգիտեմ ով է Նիկոլ Փաշինյանի խորհուրդ տվել հենց այսօր ձերբակալությունների այս շղթան սկսել, գործողություններ սկսել ընդդեմ Գագիկ Ծառուկյանի, որովհետև տրամաբանությունը հուշում է, որ փորձում են Ռուսաստան կատարած այցից ընդառաջ, Միշուստինի հետ հանդիպումից ընդառաջ ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է այսպես փոխանակման ֆոնդ ստեղծել, ես ռուսամետ կամ իր ձևակերպման բելարուսամետ անձանց կձերբակալեմ, դրա դիմաց պայմանականորեն բացեք շուկաները հայկական արտադրանքի համար։ Ես չգիտեմ այս ռազմավարությունը իրենց ով է խորհուրդ տվել ռուսական կողմի հետ հանդիպմանն ընդառաջ։ Ուղղակի ես մի բան եմ ուզում արձանագրենք։ Ռուսաստանում Նիկոլ Փաշինյանին դիմավորել է ԱԳՆ-ի պրոտոկոլի բաժնի փոխտնօրենը, եթե չեմ սխալվում, պաշտոնը միգուցե սխալ եմ ձևակերպում, բայց պրոտոկոլի բաժնի աշխատակիցներից մեկը, լավ այսպես ձևակերպենք, սա եւս արձագանք է նրան, որ Ռուսաստանում Նիկոլ Փաշինյանի քաղաքական մակարդակը շարունակում են նվազեցնել, եւ այս տեսակ գործողությունները ակնհայտ թշնամական գործողություններ ընդդեմ Ռուսաստանի Դաշնության հակառակ էֆեկտն են ունենալու։ Ինչ էֆեկտների մասին է խոսքը։ Տեսեք, օրինակ Ռուսաստանը հիմա փակել է շուկան հայկական արտադրանքի համար, այսինքն մենք ոչինչ չենք կարող ներմուծել Ռուսաստանի Դաշնություն, մենք ոչինչ Ռուսաստանի Դաշնության տարածքով չենք կարողանում նկատում եմ, արտահանել դեպի Ռուսաստան կամ Ռուսաստանի տարածքով այլ պետություններ ինչ որ բան արտահանել։ Իսկ ով ասաց, որ Ռուսաստանը չի կարող հաջորդի օրինակ սահմանափակումներ մտցնել Ռուսաստանից Հայաստան արտահանվող ապրանքների վրա։ Շատ է խոսվում, չգիտեմ, գազի սակագնի փոփոխության մասին, բայց դրան հասնելուց առաջ շատ այլ տարբերակներ կան Հայաստանի տնտեսության վրա ազդելու, բայց ազդելու պայմանավորված Նիկոլ Փաշինյանի գործողությունների տրամաբանությամբ, եւ դու ինչքան թշնամանաս Ռուսաստանի Դաշնության հետ, այնքան Ռուսաստանի պատժամիջոցները իրենք ուժեղանալու են։ Չհասկանալ սա առավել եւս 8 տարի պաշտոնավարելուց հետո Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ լավ թե վատ, բայց աշխատանքային հարաբերություններ ունենալուց հետո ես չգիտեմ, միգուցե ինքը Ուրսուլա ֆոն դեր Լայենին էլ ասում, ով այստեղից ասում էր, որ Հայաստանը պետք է իմանա, որ մենք ձեր մեջքի ետևում կանգնած ենք, մոտավորապես նույն տեքստերը իրենք Զելենսկուն էլ են ասում, երբ որ գնաս Պուտինի հետ բանակցությունների մաքսիմալ ուժեղացված պետք է գնաս ուժեղացրեցին 18 միլիոն խոսք տվեցին, Ուրսուլա ֆոն դեր Լայենի մասն է խոսքը։ Իդեպ այդ 18 միլիոնը նախկինում խոստված 50 միլիոնի, այսպես ասած, վերջին տրանշներ, ու հիմա էլ մենք տեսնում ենք Ծառուկյանի նկատմամբ այս գործողությունը դա հակառակ էֆեկտ է առաջացնելու։ Պուտինը Փաշինյանի քաղաքական մակարդակը արդեն իջացրել է շփումների առումով, այսինքն դու շփվում ես ոչ թե ինձ հետ, այլ Միշուստինի հետ, քեզ դիմավորում է ոչ թե փոխնախարարը, այս կամ այն նախարարության, այլ վարչություններից մեկի աշխատակիցը, տնտեսական առումով էլ իրավիճակը շարունակելու է վատթարանալ։ Պարոն Մաթևոսյան, բայց արդյոք այս ամենի համատեքստում Նիկոլ Փաշինյանը ինչ-որ ամոթի զգացողություն է ունենում։ Ոչ, Նիկոլ Փաշինյանը շատ մտածված այս ճանապարհով է գնում։ Նիկոլ Փաշինյանը այս առումով ինքը կրկնում այն ինչ տարիներ առաջ արել էր Միխայիլ Սաակաշվիլին, մարդիկ, որոնք Վրաստանի ներքաղաքական կյանքին մի փոքր ավելի շատ են ծանոթ, եթե իրենց այդ հարցազրույց անցկացնեք, կարող եք սա իրենցից էլ հարցնել, տեսեք, երբ որ կար խնդիր Ռուսաստանի հետ տնտեսական կապերը լիակատար կերպով խզելու, իսկ տնտեսական կապեր խզելը դա ի թիվս այլ ինչ է նշանակում։ Մարդիկ, որոնք կապված են ռուսական տնտեսության հետ, դու իրանց պետք է ուղղակի եկամուտի աղբյուրից զրկես։ Ինչ են անում Վրաստանի իշխանությունները։
թեյի պլանտացիաները Վրաստանում ոչնչացնում էին, պտղատու այգիները ռուս-վրացական սահմանին ոչնչացնում էին, որպեսզի մարդիկ չկարողանային տնտեսական փոխհարաբերություններ ունենալ Ռուսաստանի Դաշնության հետ, ու ինքը կարծում էր Սաակաշվիլին ու իր ետևում կանգնած այն ժամանակվա Ուրսուլա ֆոն դեր Լայնները կարծում են, որ դա ինչ որ կերպ կարող է հանգեցնել նրան, որ Վրաստանը եւ Ռուսաստանը հավերժ տարանջատվելու են, բաժանվելու են, բայց մենք տեսանք, որ Վրաստանում տեղի ունեցան քաղաքական փոփոխություններ, թեկուզ եւ շատ դանդաղ, բայց վերջին 15 տարիների ընթացքում այն ավերակները, որ թողել էր Միխայիլ Սաակաշվիլին, գնալով կարգավորվում է։ Ամոթի խայծ եւ այլն ինքը չունի, շատ մտածված այս ուղղությամբ գնում։ Պարոն Մաթևոսյան, տեսեք, եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված տվյալների համաձայն Նիկոլ Փաշինյանը հավաքում է ձայների մեծամասնությունը եւ առ այսօր շարունակվում է Գագիկ Ծառուկյանի դեմ այս ռեպրեսիաները, չմոռանանք պարոն Շալաբյանի նկատմամբ եւս ռեպրեսիաներ իրագործվեցին, հիմա կալանքի տակ է գտնվում, այս ամենը ինչի մասին է խոսում։ Այս ամենը խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը բոլորից լավ գիտի, որ ինքը այս ընտրություններում չի հաղթել։ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ ղեկավար է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրան լեգալություն կարա տա ժամանակավոր, որ ասում է թղթերով ամեն ինչ նորմալ է։ Այդ թղթերով պահը Վահագն Հովակիմյանը կարա ապահով, բայց լեգիտիմության առումով ինքը այդ հարցը չի կարող լուծել։ Ուրեմն տեսեք ինչա կատարվել, էլի, եթե տենց մի փոքր ավելի գլոբալ դիտարկենք իրողությունները։ Տեսեք, ընտրությունների գիշերը ինչ որ մի պահի իրենք որոշում են, որ դադարեցվում է ձայների ոչ թե հաշվարկը, այլ հաշվարկի թվերի հրապարակումը։ Մենք կարող ենք տրամաբանական եզրահանգման գալ, որ հաշվարկը այն տեսակ խայտառակ պատկեր է ցույց տվել, իմ կարծիքով մաքսիմում մինչև 36% են իրենք հավաքել։ Ու այս իրավիճակում անհրաժեշտ էր պետական ապարատի փլուզումը թույլ չտալ։ Իրենք դադարեցնում են ձայների հաշվարկի տվյալները հրապարակելը։ Դրանից հետո գալիս է Նիկոլ Փաշինյանն, ինքը ասում է ես հաղթել եմ, անդիմությունը այստեղ բաց է թողնում այդ պահը հունիսի 7-ից 8-ի գիշերը ժամը 1-ից 4-ը։ Այս է այսպես կոչված հեղափոխական պահը, որը անդիմությունը ինչ-ինչ հանգամանքներից ելնելով բաց է թողել։ Ինքը իրենք ասում են, որ իրենք հաղթել են, առավոտյան կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատում է դա, բայց տվյալները այնքան ցավալի են իրենց համար, որ դուք եք չէ՞ տեսա, որ ԲՀԿ-ի արդյունքները բարձրանում, իջնում են, բայց նույնիսկ ԲՀԿ-ից մանդատները խլելու պարագայում ինքը համանդրական մեծամասնություն չի ստանում։ Այսա հարցերից չի կարող իրագործել այն ամենը, ինչը որ կցանկանա եւ ինքը եւ նրանք, ովքեր աջակցում են Նիկոլ Փաշինյանի իշխանավորմանը, մեր հարգարժան գործընկերները Եվրոպայից, մեր հարգարժան ամերիկացի գործընկերները, ոչ այդքան հարգարժան Ադրբեջանը եւ Թուրքիան, միանշանակ։ Ես հենց եթերից առաջ դրա մասին էլ ենք խոսում, անդիմության ներկայացուցիչները իմ կարծիքով իրենք չեն հասկանում լիակատար կերպով ինչա կատարվել այս ընտրությունների արդյունքով։ Ինչ պիտի լինի, որ հասկանան եւ ընկալեն, ամենակարևորը մարսեն եւ հետեւություններ կատարեն։ Ես չգիտեմ, բայց ես դրական իմաստով եմ ասում ինչա կատարվել այս ընտրությունների արդյունքով։ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ ԲՀԿ-ից մանդատներ խլելով ինքը համանդրական մեծամասնություն չի ստացել։ Սա առաջինը։ Երկրորդը Փաշինյանն էլ չէ ընտրություններից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասում, որ ժողովրդի աջակցությունը դա մաթեմատիկական 50+1 քվեներն է։ Ինքը այդ 50+1-ն էլ չի ստացել։ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ ղեկավար է։ Ես հասկանում եմ, որ հատկապես այն մարդիկ, որոնք գնում էին ընտրության, իրենք սպասում էին, որ մեկ քայլով իրենք քաղաքական մենաշնորհը կջարդեն, բայց տեղի է ունեցել հետևյալը՝ քաղաքական փոփոխությունները դանդաղացվել են, բայց իրենք չեն չեղարկվել։ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է, եթե խորհրդարանական ընդդիմությունն էլ համապատասխան հետևություններ անի կատարվածից, նաև սա իրենց համար ելակետ լինի գործողությունների, մեզ ապագայում շատ հետաքրքիր տարբեր գործընթացներ կարող են սպասել։ Մոտավորապես ինչ գործընթացների մասն է խոսքը։ Սահմանադրությունը Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովով չի կարող փոխել։ Գիտեք սա ինչ է նշանակում։ Տեսեք, օրինակ այսօր նայում եմ ուղիղ եթերը, Ծառուկյանի մուլտիգրուպում աշխատող մարդկանցից մեկը ասում է, ես գնացել եմ ընտրություններին քվեարկել եմ Փաշինյանի օգտին, բայց հիմա առանց գործ եմ մնում։ Նախ ինքը ինչի է գնացել Ծառուկյանի մոտ աշխատել, ինչու է գնացել Փաշինյանին քվեարկել ու ինչի է ինքը կարծում, որ ինքը դրանից հետո պետք է աշխատանք ունենա։ Բաց են խոսում սրա մասին։ Սա հարցերի հարցն է, բայց սա թողնենք սա կոնկրետ առանձին վերցած այս մարդու դժբախտությունն է, մենք թողնենք այս ամեն ինչը իրեն։ Տեսեք,
Բայց կա մարդկանց մի հատ խումբ, որը ընտրությունների ժամանակ ինքը իսկապես գնացել է ԿՊ-ին քվեարկել, այս վարչական ռեսուրսը թե մի կողմ ենք անում։ Բայց եթե մարդը իմանա, որ սահմանադրական փոփոխություններով, օրինակ եմ ես ձեզ ասում, ավանդական ընտանիքի մոդելը Հայաստանում պետքա փոխվի, կամ կաթողիկոսը պետքա գահընկեց արվի, կամ եկեղեցու դերը պետքա նսեմացվի, ու այդ կամերը շատ են։ Մարդ ով քվեարկել է ԿՊ-ի օգտին, հնարավոր է դեմ քվեարկի սահմանադրությանը։ Եթե ընդդիմությունը հասնի նրան, նաև հետևություններ անելով հունիսի 7-ից 8-ի գիշերը տեղի ունեցածի վերաբերյալ հետևություններ անի եւ այդ սահմանադրական փոփոխությունները տապալվեն, դու լեգիտիմ հնարավորություն ունես արտահերթ խորհրդարանական ընտրություններ պահանջելու։ Մեզ առջևում դեռ սպասում է նաև Երևանի քաղաքապետի ընտրությունը։ Մեզ շատ ընտրական գործընթացներ են սպասում, որ եթե ընդդիմությունը adekvat աշխատի, ամեն տենց ցիկլից հետո իրենք կարող են դուրս գալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Ու ամենակարևորը, տեսեք, Փաշինյանը ունի համանդրական մեծամասնություն։ Համանդրությունը ինքը չի կարող ազգային ժողով փոխել, եթե իհարկե ազգային ժողովում ինքը չկարողանա գտնել իշխան Զաքարյաններ, որոնք կապահովեն իր համար անհրաժեշտ, եթե ես դրա համար եմ ասում, եթե ընդդիմությունը համապատասխան հետևություններ անի, ճիշտ ցուցակներով գնա խորհրդարան, այդ ճիշտ ցուցակներով ընդգրկված մարդիկ էլ ճիշտ գործողություններ իրականացնեն։ Միակ տարբերակը, որ ինքը ունենա համանդրական մեծամասնություն այս պարագայում ու խորհրդարանով անցկացնի, պետք է լինեն արտահերթ ընտրությունները։ Արտահերթ ընտրությունների ընդհանրապես մեկ տարբերակ կա։ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա եւ 2 անգամ վարչապետ չընտրվի։ Ով ասաց, որ իր հրաժարականի պարագայում ոչ Հայաստան դաշինք, ոչ ուժեղ Հայաստանը իրենց վարչապետի տեխնազույն չեն առաջադրի։ Ես հասկանում եմ մարդկանց, որ կա շատ մեծ հիասթափություն կատարվածից հետո, բայց հունիսի 7-ից հետո էլ կյանք կա։ Ու այդ կյանքի ընթացքում շատ տարբեր հնարավորություններ կան։ Ու ես ստեղ եմ ասում, որ ես ցավով եմ անկալում այն, որ ընդդիմությունում սա կամ չեն հասկանում, կամ եթե հասկանում են, ամաչում են հասարակությանը ասեն, բայց իրականում հենց այս պահն է, որ դու հասարակության հետ պետք է անկեղծ խոսես։ Բայց արդյոք անկեղծ են խոսում, կարելի է ձեր ասածներից ենթադրել, որ ոչ այդքան։ Այ իրանց ունեք հնարավորություն կանչելու տաղավար, 2 դաշինքների ներկայացուցիչներն են, իրենց այդ հարցը կտակ։ Ցավոք սրտի կամ բարեբախտաբար ես քաղաքական դաշինքներում ներգրաված չեմ։ Ու ես այս առումով ավելի ազատ եմ իմ կարծիքը արտահայտելու մեջ։ Պարոն Մաթևոսյան, տեսեք, խոսում ենք լեգիտիմության մասին։ Այ ընտրություններից հետո, երբ արդեն հստակորեն թվերը ներկայացված էին, վերջնական արդյունքները կային, ընդդիմությունը միահամուռ կերպով ասում էր, որ լեգիտիմ չեն անցկացվել ընտրությունները, բայց այսօր առնվազն տեսնում ենք, որ երկու ուժերը միասին անցնում են, վերցնում են մանդատները եւ անցնում են խորհրդարան։ Հիմա այս ամենի համատեքստում չի դառնում, որ իրենք իրենց հակասում են եւ այս ամենից ելնելով ժողովուրդը որքանով կվստահի հաջորդ անգամ նրանց, եթե անգամ նրանց կողմից հնչի փողոցային պայքարի կոչը։ Բացի ընդդիմության կողմից առաջ քաշվող թեզերից կար նաեւ եւս 2 կուսակցությունների դիմումները Համանդրական դատարան կապված հետեւյալի հետ, որ ու ընդհանրապես նաև խոսույթը հետեւյալի վերաբերյալ, որ եղել է ընտրակաշառք եւ ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը, Բարգավաճ Հայաստանը իրենց քվեները ստացել են կաշառքով։ Համանդրական դատարանը ինչքան հաստատել է ընտրությունների արդյունքները ըստ ԿՀ-ի տվյալների, ինքը այդքան էլ հաստատել է այն, որ այդ պնդումները, որ 3 նշված ուժերը կաշառքով են ձևավորել իրենց քվեները, դա չի համապատասխանում իրականությանը։ Այս նույն տրամաբանությամբ եթե շարժենք, հիմա ինչ ստացվում, որ Նիկոլ Փաշինյանի խմբակցությունը, եթե գնում է ազգային ժողով, որտեղ կա ուժեղ Հայաստանը եւ Հայաստան դաշինքը, ինքը լեգիտիմացնում է կաշառքով քվեների ձևավորումը, տեսեք, այստեղ մոտեցման հարց է։ Ու սա մի քիչ բան, էլի հակասությունների ու նաև քարոզչության ճաշակի հարց է։ Դու որ կողմին ես ուզում հարվածես, դու այդ կողմի թեզերն էլ հակընդդեմ թեզերն ես, էլի առաջ բերում։ Ու մեզանում ավելի շատ իհարկե քննարկվում է անդիմության մոտեցումները, որ բա դուք գնում եք լեգիտիմացնում եք, եւ որ տենցա ստացվում Փաշինյանը լեգիտիմացում է իր ձևավորը, իր կողմից առաջ քաշվող թեզի համաձայն կաշառքով ձևավորված խորհրդարանի գործունեությունը մենք քաղաքական ճգնաժամի մեջ ենք։ Ձեր հարցը դրա դրսևորումներից մեկն է։ Ու ընտրությունների արդյունքները Համանդրական դատարանի որոշումից հետո, ԿՀ որոշումից հետո այս քաղաքական ճգնաժամը ինքը չի հանգուցալուծվել։ Դա ուղղակի մենք սրա մետաստազներին ենք հետևում հիմա։ Բայց սա արդյոք չի նշանակի քաղաքական ինքնասպանություն նրանց կողմից։ Կախված է նրանից, թե իրենք ոնց են աշխատելու ազգային ժողովում։ Առնվազն այս պարագայում ինչ պատկեր եք տեսնում։ Ասում եմ, դա կախված է նրանից, թե աշխատանքը ինչ է։ Տեսեք, ես հերթական անգամ ձեզ ասեմ, Փաշինյանը բերում է
Սահմանադրական փոփոխությունների փաթեթը։ Սահմանադրական փոփոխությունների փաթեթը տապալվում է։ Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը ստիպված գնում է օրինակ փորձում է գնալ խորհրդարանական ընտրությունների։ Այդ պահին այդ կուսակցությունները առաջադրում են իրենց վարչապետի տեխնացուին, 100 հազարավոր մարդկանց հանում են փողոց եւ Հայաստանում իշխանապողությունը տեղի ունենում նույն սցենարով, որը 18 թվականին տեղի ունեցավ։ Հիմա ով է այս պարագայում ինքնասպանություն գործում քաղաքական։ Նիկոլ Փաշինյանը, որ գնում է այս խորհրդարան, թե ընդդիմությունը, որ գնում է այս խորհրդարան, կախված է աշխատանքից։ Հիմա այնց էմոցիոնալ ֆոնը ինքը մի փոքր ծանր է, sense բաներ ասելու, կամ կարող է թվալ, որ մարդը այնց շատ օպտիմիստական մոտեցումներ ունի, որ սա ասում, բայց սա քաղաքական գործընթաց է։ Ընդհանրապես էլի տեսեք, այս մանդատների հարցը ինքը մի քիչ ինքը մանիպուլատիվ որոշակի կոմպոնենտ ունի։ Հիմնականում մանդատների մասին սկսեցին խոսել նրանք, ովքեր կամ չմասնակցեցին այս ընտրություններին, շատ լավ իմանալով, որ իրենք Հայաստանում ամենաբարձր հակավարկանիշը ունեն, կամ նրանք, ովքեր կապված են այդ կոնկրետ ուժերի հետ եւ սկսեցին քննադատել ընդդիմությանը, ի սկզբանե, եթե ընտրությունների արդյունքով Նիկոլ Փաշինյանը չի եռան, դուք չպետք է վերցնեք մանդատները եւ այլն եւ այդպես շարունակ։ Ինչի համար են իրենք տենց անում։ Այս հարցի պատասխանը իրականում տվել է Սահմանադրության հեղինակներից մեկը, լրատվամիջոցներում տված հարցազրույցներից մեկում եւ իրեն հարցրել են, օրինակ իսկ Նիկոլ Փաշինյանը ինքը կարող է դիմել Սահմանադրական դատարան եւ մանդատների վերաբաշխվածության համակարգը փոխել։ Շատ բարձր չէ, մեր Սահմանադրությունը արձանագրում է, որ 1/3 խորհրդարանի առնվազն պետք է լինի ընդդիմություն։ Եթե ընդդիմադիր ուժերը հրաժարվում են մանդատներից, 3 ընդդիմադիր ուժերի մասն է խոսքը, ով ունի երաշխիք, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող դիմել Սահմանադրական դատարան եւ ասել, որ իրենցից հետո 3 ընդդիմադիր ուժերը, իրենք պետք է գան Հայաստան Դաշինքի, ԲՀԿ եւ Ուժեղ Հայաստանի մանդատները վերցնի։ Եթե դա տեղի է ունենում, ապա մարդիկ, որոնք 0 վարկանիշ ունեն, չեն էլ մասնակցել ընտրություններին, իրենց կողմից սատարվող ուժերը գալիս են խորհրդարան եւ մենք կարող ենք ընդհանրապես տեսնել մի իրավիճակ, երբ որ այս մարդը այլ քաղաքական ուժերի հետ 18 թվականի պես միմյանց պասեր տալով քաղաքական ինչ-որ գործընթաց են իրականացնում, քաղաքական պրոյեկտ են իրականացնում, որի գլոբալ վերջնարդյունքում Ռուսաստանը պետքա ամբողջությամբ դուրս բերվի մեզանից, Հարավային Կովկասից նաև ցանկալի է։ Իրականությունը դա է, այ հիմնականում մանդատները չվերցնելու քարոզը այս ուժերն են անում, դրանց աջակցում է նաև Նիկոլ Փաշինյանը։ Բայց ընդհանրապես, եթե մենք շատ անկեղծ ենք իրար հետ խոսում եւ ընդհանրապես փորձում ենք հասկանալ քաղաքական գործընթացների տրամաբանությունը, տեսեք, կա փողոցային պայքար, կա ազգային ժողովում պայքար, կա, չգիտեմ, գործադուլ, դասադուլ, հացադուլ եւ այլն եւ այդպես շարունակ։ Դրանք քաղաքական պայքարի մեթոդներ են։ Այդ քաղաքական պայքարի մեթոդները արդյունավետ են, եթե դու համակցությամբ ես իրենց կիրառում, բայց ամենակարևորը դու պետք է ունենաս քաղաքական ծրագիր, քաղաքական պլան։ Այդ պլանի շրջանակներում կարճաժամկետ, երկարաժամկետ, միջնաժամկետ պլանավորում ու դու պետք է հասկանաս, թե ամեն մի գործիքը որ պահին քեզ կարող է օգուտ տալ։ Եթե դու իսկապես ունես պատկերացում, թե դու ոնց կարող ես ազգային ժողովով կրկնես 18 թվականը, իսկ 18 թվականը չէր լինի, եթե խորհրդանում համապատասխան քվեարկություն չլիներ, ժողովուրդը դրսում ցավոք սրտի ուղակի մասովկա էր։ Բոլոր պայմանավորվածությունները կուլիսների ետևում էին տեղի ունեցել։ Եթե դու կարող ես դա իրականացնել, վերցրու մանդատները, եթե չես կարող իրականացնել, բայց վերցնելու ես մանդատներ ու ոչինչ չես անելու, այստեղ մի փոքր վերաձևակերպեմ ձեր ասածը, ոչ թե ինքնասպանություն, այլ ուղղակի այդ քաղաքական ուժերը կարող են չհասնել հաջորդ ընտրական ցիկլին, որտեղ հասարակության այսինքն իրենց ընտրական ուրեմն զանգված են։ Միանշանակ, բայց ես սա ասում եմ ոչ թե ուրախանալով, որ հայ, տեսակ, արձանագրում եք իրողությունները, մարդիկ նաև այս ընտրությունները իրանք ինչ ցույց տվեցին։ Դու եթե հասարակության հետ adekvat աշխատում ես, ինչ որ թեզեր կարողանում ես ներկայացնել, մարդիկ այդ թեզերով շարժվում են։ Բոլորը ասում են գնացեք ընտրությունների։ Ու այստեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մենակ շնորհակալություն պետք է ասենք նրա համար, որ իրենք գերդաստաններով գնում էին ընտրության։ Տեսեք, նույնիսկ հաշվարկի դադարեցումը, ԲՀԿ-ի մանդատների խլելը, գաղտնի ցուցակները, անվավեր ճանաչված քվեաթերթիկների, այս ամեն ինչը, այս չափահովեց Նիկոլ Փաշինյանին սահմանադրական մեծամասնություն։ Դա եթե չլիներ, եթե ժողովրդի ակտիվ մասնակցությունը չլիներ, ինքը 50+1-ը ստանալու էր։ Ես ինչի համար եմ ասում, երբ որ ժողովրդի հետ անկեղծ ես ու ներկայացնում ես տրամաբանված թեզեր, մարդիկ ըստ այդմ էլ շարժվում են։ Լավ, ընտրությունը պարլամենտում կկարողանա ինչ-որ դիմադրության շերտ ստեղծել, որովհետև Ռուբեն Ռուբինյանն էլ ասում էր մաշացնելու ենք նրանց, հա։ Իրականում մաշում է միայն Նիկոլ Փաշինյանը եւ նրա վարկանիշը։
Տեսեք, ես կրկին էլի ասեմ, սա շատ էմոցիոնալ պահ ենք մենք հիմա ձեզ այդ զրույցում։ Եթե մենք համեմատենք Նիկոլ Փաշինյանի ձայները 21 թվականին եւ 26 թվականին եւ համեմատենք ընդդիմության ձայները 21-ին եւ 26-ին, ընդդիմությունը գրեթե 2 անգամ է աճել։ Նիկոլ Փաշինյանի ձայները ավելացել են մոտ 30,000-ով ընդամենը։ Տարբերությունը շատ մեծ է։ Ու կրկին ասում եմ, եթե մենք հանենք այդ ընտրախախտում, արձանագրված նույնիսկ ընտրախախտումները, Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության պաշարը սպառված է։ Աջակցությունը մաշվում է ժողովրդային սերը։ Միանշանակ, տեսեք, որքան էլ որ ցույց տա սրտիկներ, ասի խաղաղություն են բերում եւ ընդդիմությունների արդյունքները դրա ամենավառ վկայությունն են։ Ընդդիմությունը կկարողանա սա խաղարկել թե ոչ, ես չգիտեմ։ Ես այս հարցի պատասխանը չունեմ։ Նաև անկեղծ լինենք, այսքան ժամանակ իրենք շատ առիթ են տվել մեզ դժգոհ լինելու իրենց գործողություններից, որովհետև հասարակության մենք հիմա արդեն կարող ենք ասել 50+1-ը, իրենք ակնկալում են փոփոխություններ։ Դրա համար Նիկոլ Փաշինյանին չաջակցեցին։ Եվ միգուցե հենց դրա համար էր, որ գնացին ընտրատեղամասեր նմանատիպ Ես նույնիսկ ասեմ ավելին, էլի, եթե մենք մի կողմ ենք թողնում 3 առաջատար ուժերին, մնացած ուժերին, տեսեք, մարդը եթե գնացել է Արամ Սարգսյանին է ընտրել, ուրեմն ինքը ինչ որ պատճառաբանություն ունեցել է, որ Փաշինյանին գործող կից կառույցի ներկայացուցչին է ընտրել, բայց ինչն է, չէ, հետաքրքիր, բարձում է դու կարաս Սպայդերմենի շորեր հագնես եւ ավելի շատ քվեներ հավաքես, քան դասական քաղաքական ուժը, խոսքը Արամ Սարգսյանի կուսակցության մասն է, այստեղ եւս, հա, քաղաքացիները վերաբերմունք ցուցաբերեցին Նիկոլ Փաշինյանի դուստր ձեռնարկություններին, այսինքն հասարակության մոտ տրամադրությունները փոխվել է։ Ընտրությունների արդյունքները, որոնք դակեց ԿՀ-ն եւ Սահմանադրական դատարանը, իրենք դանդաղեցրել են փոփոխությունները, բայց այդ փոփոխությունները անշրջելի են։ Ընդդիմությունը մաս կկազմի այդ փոփոխությունների թե ոչ, երբ կլինեն այդ փոփոխությունները թե ոչ, իրենց գործողություններից է կախված։ Բայց այն, որ Նիկոլ Փաշինյանն է, նաեւ տեսեք, մենք ինչից մեր զրույցը սկսեցինք Գագիկ Ծառուկյանի դեմ գործողություններից, սրան նաեւ ինչն էր նախորդել, օրենսդրական փոփոխությունները։ Եթե մարդը 2 տարվա մեջ գոնե 1 տարին Հայաստանում չի ապրել, այլևս չի կարող մասնակցել ընտրություններին։ Եթե ընտրակաշառքի դեպքեր են գրանցվել, պատժամիջոցները այսպես ավելանում են, պատիժը ավելանում է, եւս մի քանի օրենսդրական փոփոխություն է ԿՊ-ն նախապատրաստում։ Ինչի համար են իրենք սա անում, որովհետեւ իրենք սկսել են աշխատանքը սխալների վրա։ Իրենք հասկացել են իրենց թույլ տեղերը եւ փորձում են դա շտկել։ Ով է ասում, որ նույնը չպետք է անի նաեւ ընդդիմությունը։ Վերահսկման համակարգերի նոր մեխանիզմների ձևավորում, վստահված անձերի համակարգի փոփոխություն եւ այլն եւ այդպես ով ասաց, որ կյանքը ավարտվել է հունիսի 7-ին։ Հունիսի 7-ից հետո էլ կյանք կա ու այստեղ պետք է եւ աշխատել եւ հասարակության այս ամեն ինչի մասին տեղյակ պահել։ Լավ, այս գործողությունները Սահմանադրական դատարան դիմելու եւ արդեն վերջում որոշումը տեսնելու մասով պարոն Ծառուկյանի տանը խոզարկություններ իրականացնել է եւ ամենակարևորը ընդդիմադիրների մանդատները վերցնելու թեման։ Այս ամենի համատեքստում ինչ քաղաքական օրակարգ է ձևավորվում Հայաստանում եւ Հայաստանի շուրջ առհասարակ։ Իշխանությունը փորձելու է կյանքի կոչել այն պարտավորությունները, որոնց համար իրենց հանդուրժում են եւ աջակցում են Եվրամիությունից մինչև Բաքու եւ Անկարա, ընդդիմությունը իր հայտարարություններում եւս ձևավորել է իրենց գործողությունների օրակարգը, ընդդիմանալ սահմանադրական փոփոխություններին, հայ առաքելական սուբյեկտի դեմ գործողություններին, ինչպես նաեւ միասնական գործողություններ մշակել, իրականացնել։ Տեսեք, եւս էլի այն արդյունքներից մեկը, որի մասին պետք է խոսել, ընդդիմության դեմ իշխանությունները ամենաայլանդակ քարոզը իրականացրեցին, փորձեցին նաև իրենց նույնականացնել, թե բա եռագլուխ պատերազմի կուսակցություն եւ այլն, տեսեք, այս ընտրությունները ինչ ցույց տվեցին։ Նախ որ թիրախավորվող 3 առաջատար ուժերը ամենաշատ աջակցությունը ստացան քաղաքացիներից, ու այդ ուժերին կապում էին ուղիղ Ռուսաստանի Դաշնության հետ, այսինքն ընդդիմադիր զանգվածի ճնշող մեծամասնությունը Ռուսաստանի հետ ոչ թե թշնամական հարաբերություն է ուզում, այլ բարեկամական, adekvat հարաբերություններ է ուզում։ Երկրորդը, այս 3 ուժերը իրենց համագործակցությունը հիմա խորհրդարանում եւ խորհրդարանից դուրս լեգիտիմացրել են, ինչի մասին արդեն Սամվել Կարապետյանը խոսացել է, ինչի վերաբերյալ արձագանք եղել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի կողմից, ինչի մասին հայտարարությունում եղել է նաեւ Հայաստան Դաշնքի կողմից, այսինքն լեգիտիմացվել է այս 3 ուժերի միասնական գործողությունները։
Քրկին ասեմ, ես շատ եմ սա այսօր կրկնում, բայց ոնց իրանք կկարողանան այս ամենը, այս օրակարգերով շարժվեն, վիճակներում ենք ապրում։ Ցույց կտա ապագան, բայց այն որ իրավիճակը փոխվել է ու աշխատելու շատ մեծ տեղ կա։ Ու ինչի՞ է նաև Նիկոլ Փաշինյանը ինքը ասում է, եթե ուզում եք, չգիտեմ, փոփոխություն, դուրս եկեք եւ հեղափոխություն արեք։ Ինքն էլ է շատ լավ հասկանում, որ ամենամեծ հավանականությունը Հայաստանում փոփոխությունների 18 թվականի մոդելով է։ Կկարողանա անդիմությունը սա կյանքի կոչել, թե ոչ։ Ցույց կտա մոտ ապագան։ Լավ, ինչու չհաջողվեց ընդդիմադիրներին հասնել իրենց գերնպատակին եւ այն էլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից, թեկուզ եւ ընտրությունների ձևաչափով մի կողմ թողնենք վարչական ռեսուրսների կիրառումը եւ այն վախի մթնոլորտը, որը փաստագրված է այլևս, որ տիրում է Հայաստանի Հանրապետությունում։ Իրականում վախի մթնոլորտը, վարչական ռեսուրսի կիրառումը, ինչպես նաեւ ընդդիմության ակնհայտ սխալները, հատկապես ընտրությունների գիշերը։ Օրինակ ես այս հարցի պատասխանը ձեզ անկեղծ ասեմ, ես ում տվել եմ, ես այս հարցի պատասխանը չեմ ստացել։ Հիշում եք վաղարշաբաթի ընտրությունները։ Երբ որ վաղարշաբաթում տեղի ունեցան ընտրություններ, զուգահեռ ձայների հաշվարկ էր, չէ՞ տեղի ունենում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրն էր տալիս, ընդդիմության ներկայացուցիչները իրենց հաշվարկն էին տալիս, ճիշտ է։ Այս ընտրություններում այդ զուգահեռ հաշվարկը ինչի տեղի չունեցավ։ Ինչու ամսի 7-ից 8-ի գիշերը անդիմության առաջնորդները իրենց աջակիցներին ինչ որ միտեղ չհավաքեցին, խորոված փարտի անելու եւ անդիմության հաղթանակը տոնելու։ Կոչ չենք անում, ինչ որ բռնությունների եւ այլն, բայց երբ որ դու դուրս ես բերում մարդկանց փողոց, երբ որ դու քաղաքական գործընթաց ես իրականացնում, ընտրատեղամասում խախտումներ անելը ավելի է դժվարանում։ Երբ որ դու ինչ որ բան ակնկալում ես կենտրոնական ընտրական հանձնաժողովից կամ համանդրական դատարանից ու մարդկանց փողոց չես հանում, կամ չէ մարդկանց փողոց ես հանում, այդ կառույցների որոշումները շատ են տարբերվում նրանից, թե ինչ որոշում կարող է լինել, եթե փողոցում մարդիկ լինեին։ Ինչու ընդդիմությունը սա չարեց, ես չգիտեմ, կրկին ասեմ, դուք ունեք հնարավորություն իրենց հրավիրել, այս հարցերը իրենց տալ, բայց մենք ունեինք իրողություն, որը հունիսի 7-ից 8-ի գիշերը ժամը 1-ից 4 ընկած հատվածում էր, որում շատ լավ աշխատեց Փաշինյանը եւ չափազանց վատ աշխատեց ընդդիմությունը։ Փաշինյանը պատրաստվում էր նաեւ սրան, ընդդիմությունը սրան չպատրաստվեց։ Շնորհակալ եմ շատ զրույցի համար, իսկ ես հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանի հետ։ Շնորհակալություն մեզ հետևելու համար։